Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Բարև ձեզ Տիկին Ֆարմանյան, շնորհակալ եմ ինձ հյուրընկալվելու համար։ Զրույցը սկսենք Հովանավանքում ստեղծված իրավիճակից, կարգալույծ եղած քահանան փաստացի այնտեղ պատարակներ է իրականացնում կամ ինչ-որ արարողություններ է իրականացնում, ասում է, որ դա պատարակ է, ոստիկանությունը դիտում է այս ամեն ինչը եւ չի միջամտում, քանի որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, որպեսզի բոլորը մասնակցեն այդ արարողությանը եւ այսօր արդեն իմացանք, որ նա նույնիսկ դրան կողպեքն է փոխել, ինչ բացատրություն կա այս ամեն ինչի, երբ ոստիկանությունը ուղղակի դիտում է եւ որևէ միջամտություն չի ցուցաբերում։ Շնորհակալություն եւ հրավերի եւ հարցի համար, սիրելի Հերմինե։ Նայեք, այստեղ որպես իրավաբան հարցին պատասխանել ընդհանրապես հնարավոր չէ, որևէ իրավական գնահատական բնականաբար հոգեվոր դիրույթում գտնվող հարցերին չենք կարող բնութագրում տալ։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես մարդ, որը որ իր երկրի, իր եկեղեցու մասին, մտահոգություններ ունի, կարող եմ ասել, որ դա պատարակ չէր եւ մեր հոգեվորականներից մեկը մի լավ եզրույթ էր օգտագործել, դա պախարակ էր, որովհետև պատարակի սուրբ եւ անմահ պատարակի եւ կարգը եւ անցկացման լիազորությունները ով ունի, մենք այդ ամեն ինչը մանկուց գիտենք, որպես քրիստոնյա դաստիարակվել ենք, տեղեկացված ենք եւ եթե քահանան կարգալույծ է արված նույն իրավիճակում, երբ որ ինքը ստացել է ձեռնադրություն եւ քահանա է դարձել, հիմա նույն վիճակում ինքը կարգալույծ է եղել, այսինքն նույն ընթացակարգերի պահպանմամբ, նույն կանոնակարգի, նույն կանոնագրքի ընթացակարգերի պահպանմամբ կարգալույծ է եղել եւ այստեղ նոնսենս է առաջանում, տրամաբանական ուրեմն բեկում է առաջանում, թե ինչու մի պարագայում ընդունելի է ձեռնադրման փաստը, իսկ կարգալուծության փաստը չի ընդունվում, հրահանգը կամ հրամանը կամ որոշումը ընդունելի չէ։ Սա իհարկե արկածախնդրություն է քրիստոնեության դեմ, մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու կարգերի դեմ եւ գիտեք նաեւ այստեղ մի հատ ծիծաղելի բաղադրիչ կա, եթե շատ լացելու չլիներ այդ հանգամանքը, այսինքն դու չես ընդունում մեռոնը օծողին, նկատի ունեմ, մեր վեհափառին, բայց վեհափառ հայրապետի օծած մեռոնով ուրեմն ծեսեր ես անցկացնում։ Սա աննկարագրելի խաբեություն է նախ այդ նախկին հոգևորականի կողմից։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ պիտի սնուցեր, այդ ատելությունը, դե մեր երկրի վարչապետի նման ատելություն գեներացնող ես չեմ ճանաչում, անկեղծ ասած, այս մարդը ատելություն գեներացնելու հատուկ ունակություններ ունի մարդկանց միջև, խմբերի միջև, եւ դա էլ առիթ հանդիսացավ այդ հոգեորականի վարքագիծը, որ ինքը իր արշավը եկեղեցու դեմ, որը սանձազերծել էր դեռևս 2018 թվականից, ամբողջ քաղաքացիական պայմանագիրը լծված էր այդ նոր հայրապետ, նոր Հայաստան նոր հայրապետ, թե ինչ չեմ էլ հիշում կարգախոսը, ինչ որ անիմաստ կարգախոսները, բայց այդ բովանդակությամբ, հետո եկեղեցականների հասցեին ուղված այդ հայախառը գրառումները, երբ որ գիտես թե քո երկրի ղեկավարը զբաղված է երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության առջև մարտահրավերների լուծմամբ, մեկ էլ հայտնաբերում ես, որ հայանքներ ա գրում, ասենք, առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորների դեմ, չմասնավորեցնելով իհարկե, բայց հետո արդեն քաղաքացիական պայմանագրի այդ մյուս սատելիտները, որ սկսեցին արտատպել եւ այդպես ուղիղ խոսքով ասել, հասկացվում էր, որ ուրեմն եկեղեցական բարձրաստիճան հոգեորականների դեմ ուրեմն իրենք այսպես բան ունեն, հարձակման նպատակ ունեն, իսկ այդ հարձակում ասվածը, այդ արշավ ասվածը, որը մենք այսպես փոխաբերական իմաստով ենք օգտագործում, իհարկե կարող էր տեղի ունենալ ինչ որ այսպես հավաքի եղանակով եւ մենք տեսանք թե
Միքայել Սփազանին ինչպես էին, ուզում բերման ենթարկել եւ ինչ խայտառակ տեսարաներ ամբողջ միջազգային հանրության առջեւ իմ գնահատմամբ մենք խայտառակ եղանք, որ ազգային անվտանգության ծառայությունը առաջին քրիստոնյա ազգ, ինչպես ենք մենք վերաբերվում թեկուզ ենթադրաբար, ինչ որ արարք թույլ տված, բայց միջին ծանրության հանգցագործության մեջ մեղադրվող հոգևորականներին բերման ենթարկելով։ Այո, այսօրվա քաղաքական իշխանությունը սպասարկում է այդ օրակարգը, սպասարկում է եկեղեցու դեմ գործողությունները եւ դրանով ավելի է ատելությունը շեշտադրված գեներացնում եւ հասարակության խմբերը պառակտում։ Եվ միևնույն ժամանակ ակնհայտ էր, որ այդ օրը Հովանավանքում չնայած ի պատիվ մեր հայրենակիցների, ես ասեմ, որ բավականին քիչ էին, այսինքն եթե մենք հանենք, ռեսուրսը, պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, ավականու քաղաքացիական պայմանագրից շատ մարդիկ չկային, դրա համար էլ լրահոսում արդեն տարածվեց այն նյութերը, որ վարչապետ Փաշինյանը դժգոհել է, ինչ որ, չգիտեմ, դա իրականությանը համապատասխանում է թե չէ, բայց դժգոհել է, որ հավաքված չեն եղել բավարար քանակով քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներ, բայց եթե ոստիկաններին հանենք այնտեղ նախարարներ, այնտեղ մարդիկ կային, որ աղանդավոր են, իրական ընտանիքի անդամները աղանդավորներ են եւ հարում են այդ աղանդի եկեղեցիներին։ Մենք դրա հետ կապված ես կոնկրետ որևէ բան չունեմ, ես տոլերանտ եմ այդ հարցերում, այսինքն լրիվ ընդունելի է ինձ համար, որ մարդը կարող է կրոնական ինչ-որ այլ դավանանք ունենա, բայց այդ մարդիկ այդ ատամնաշարը բացած, անգիտակցաբար, որտեվ եթե նրանց պատարակից հարցնես, թեկուզ այն մեր ամենակարևոր, հավատամքի, ինչին ենք մենք հավատում ու մենք հավատում, հաստատ չեն կարողանալու ասել, բայց եկել են այդտեղ մասովկա ապահովելու, մեծ հաշվով եկեղեցին պղծվեց, բայց եկեղեցու պղծությունը մենք կարող ենք վերացնել եւ կարող ենք ժամեր անց ունենալ նորովի օծված, այսպես կրկին իր կրոնական ընթացակարգերի պահպանմամբ օծված եկեղեցի եւ դա չարյաց փոքրագույնն է, ինչ կատարվեց այդտեղ։ Կարևոր է, որ մարդիկ զերծ մնան այս վատ արշավին, մասնակցելուց եւ գիտակցեն, որ Աստծո հետ խաղերն անթույլատրելի են եւ վատ հետևանքի են հասցնում։ Իսկ ոստիկանության անգործությունը ինչ բացատրություն ունի, մենք տեսանք, որ քաղաքացու բերանը պետական պահպանության ծառայության ղեկավարը բռնում էր եւ դուրս էր հանում։ Այո, դա ազգային ժողովի պետական պահպանության ծառայության ղեկավարը։ Իմիջիալոց դա բնութագրում է մեր նորօրյա Հայաստանի իրավական վիճակը եւ խոսքի անազատության մակարդակը, այսինքն մարդուն իր խոսքի համար կարող են ուղակի բերանը փակել, եթե ուշադիր եք եղել, այդպես նկարներ էին, տարածում համացանցում, որտեղ այն գեներացրել էր, այդ նկարները, ինչպես է Հայաստանում խոսքի ազատությունը եւ այդ փակ բերանով, ոստիկանը երբ որ փակում է քաղաքացու բերանը, այդ նկարը դառել էր սիմվոլ, նույնիսկ այսպիսի կարծիքներ էլ լրագրողների կողմից աչքս ընկավ, որ սա կարող է կտավի գործ դառնալ, իսկապես շատ վատ վիճակում ենք խոսքի ազատության մասով, մենք շատ անելիքներ եւ այդ ամենը կատարվում է վարչապետի ներկայությամբ, հետո նախարարներն ասում են վարչապետի ժամանակ մենք չենք տեսել կոնկրետ խրախուսում է, որովհետեւ այն ճշմարտությունը, որը ճակերտավոր ճշմարտությունը, որը քաղաքացիական պայմանագրի եւ իրենց լիդերի ասվածը չէ, ուրեմն մերժելի է։ Այլակարծություն նախկին լրագրողի ու ուրեմն մարդկանց, ովքեր որ հասարակական կազմակերպություններում են եղել եւ անընդհատ պայքարել են խոսքի, մարդու իրավունքների պաշտպանության, ազատության համար, այսօր անում են այնպիսի բռնաճնշումներ, որ տրամագծորեն 180 աստիճանի հակառակ պատկեր ենք մենք ստանում։ Իսկ ոստիկանական անգործության մասով ես ձեզ ասեմ, որ ոստիկանները ընդհակառակը ենթադրյալ հանցավոր արարքներ էին ցույց տվել, դրսևորել այդ օրը, որովհետև փոխարեն այդ կարգը, որը խախտվում է եւ քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառվում եւ անուղղակիորեն իրենք այդտեղ հավատացյալների, իբր թե ճակերտավոր հավատացյալների, որտեվ հավատացյալ մարդը նախ իր հավատամքն է
հասկանում, ինչի մասին է եւ ինչպես է ձեռնադրված եւ ինչպես է օծված այն սուբյեկտը, որը այդ ամեն ինչը անցկացնում է։ Իսկ այն անձինք, ովքեր որ ուղղակի, այսպես ասում են, հա դա կարևոր չի, գտնում եմ, որ իրենք ուղղակի իրենց պատկերացումներում եւ առհասարակ այդ իրավիճակների հետ կապված ոչ ճիշտ բան ունեն, հա, դիրքորոշում ունեն եւ այդ հասարակությանը դաստիարակել է պետք։ Իսկ ոստիկանները ընդհակառակը այդ օրը ճշում էին ավելի շատ լրագրողների մարզի բոլոր քահանաները, որոնք ըստ կանոնակարգի իրավազորություն ունեին Արագածոտնի մարզի Օհանավանք եկեղեցում անցկացնելու պատարակ, այդ կարգալույծի, հա, փոխարեն իրական պատարակ կանչվել էին հարցաքննության։ Իհարկե, կանչվել էին հարցաքննության եւ ոստիկանության աշխատողները բազմաթիվ այդպես դեպքեր ենք մենք ֆիքսել մեր պաշտպանական խմբով, որ նույնիսկ հսկում էին եւ այդ ծանուցագրերը ծառայել են մեկ նպատակի, որպեսզի այդ քահանաները չհասնեն Օհանավանք։ Հսկում էին, որ նրանք չհասնեն Օհանավանք։ Այո, օրինակ Տեր պիտի գնար Սաղմոսավանքի իր պատարակը, հա, անցկացնելու, հավատավոր ժողովուրդը սպասում էր, սկսել են խոչընդոտել, բայց հավաստվելով, որ այո Սաղմոսավանք է գնում, ազատ են արձակել։ Միտումնավոր խոչընդոտել են, ժամանակ ձգել, որպեսզի ուշ հասնի տեղ։ Առավոտվանից, հա, գիշերվանից արդեն մեքենաներով այդ քահանաների տների դիմաց հսկողություն են սահմանել, հետո արդեն ոստիկանական, հա, համազգեստով անձիկ եկել են ներկայացել են։ Այսինքն ակնհայտորեն աջակցում է ոստիկանությունը այս հարցում, այս գործընթացում։ Աջակցում է ոչ միայն, այլ ուղիղ կատարում է այն հրամանները, որոնք որ ըստ էության ենթադրյալ հանցագործության տարեր են պարունակում։ Եվ այդ օրը իսկապես իշխանափոխություն լինի, դրան պիտի իրավական գնահատական տրվի իմ գնահատմամբ։ Այդ օրը նաև լրագրողների աշխատանքներ խոչընդոտվում, վիրավորանքներ, սեռական բնույթի հայհոյանքներ, նույնիսկ մազեր քաշել, օպերատորին հարվածել եւ այս ամեն ինչը փաստացի իրականացվում է մեծ թվով ոստիկանների ներկայությամբ։ Այո, ես նախ առիթից օգտվելով ուզում եմ մեր լրագրողներին շատ մեծ շնորհակալություն հայտնել այդ օրը հերոսական աշխատանք կատարելու համար, իրապես լրագրողների նվիրված, հա, ու այդ վտանգի մեջ, վտանգի աղբյուր հանդիսացող միջավայրում աշխատելը եւ պրոֆեսիոնալ աշխատանքը տեսանելի է եւ իսկապես լրագրողները մեզ հասարակությանը, հա, նկատի ունեմ, մեզ մեծ աջակցություն են ցույց տալիս։ Իսկ լրագրողների դեմ ցանկացած ոտնձգություն պետք է իրավական գնահատական ստանա։ Իսկ այդ անհաղորդ ոստիկանները անգամ գործ հարուցված, եթե քրեական վարույթ հարուցվի եւ որ լավ ժամանակները գան, իրավական լավ ժամանակները գան եւ քրեական վարույթներ նախաձեռնվեն, գալու են ասեն մեզ այդպիսի հրաման էին տվել։ Մեզ այդպիսի հրաման էին տվել եւ մենք հրաման էինք կատարում, այսինքն չունեինք, ասենք, հանցագործությունը տեսնելու հրաման կամ մեզ հրաման էր տրվել, որ մենք ուղղակիորեն չտեսնենք լրագրողների դեմ, ուրեմն աշխատանքի խոչընդոտումը, բռնությունները, վիրավորանքները, մի խոսքով, այն ինչ որ կատարվում է մեր երկրում, ցավոք իրավական տեսանկյունից մենք առավել քան իրավական տերոր, այլ մեղմ բառամթերքով չենք կարող նկարագրել։ Խոսենք մեկ այլ զազրելի արարքի մասին, մի քանի օր առաջ մենք տեսանք, որ անձնական բնույթի տեսահոլովակներ է տարածվում տարբեր տելեգրամյան ալիքներում, հետո դա հայտնվում է մեր իշխանական լրատվամիջոցներում եւ հետո իշխանական падգամավորները ասում են, որ մենք դատապարտում ենք այդ ոչ միայն падգամավորները, այլև իշխանության ներկայացուցիչները դատապարտում են երևույթը, բայց ըստ էության այդ տելեգրամյան ալիքից իշխանամերձ լրատվամիջոցներում տարածվել է արդեն իսկ այդ տեսանյութը, այն վերագրվում էր Աշակ Սրբազանին, դեռևս պարզված չէ որքանով է համապատասխանում իրականությանը, ամեն դեպքում երևույթ է, սա նշանակում է, որ բոլորի մասին կան տեղեկություններ եւ այդ մանրամասները անձնական կյանքին վերաբերող ըստ նպատակահարմարության հետո արդեն կհրապարակվեն, ովքեր որ դեմ խոսեն իշխանությանը։ Նայեք, երբ որ իշխանական այդ բանը խումբը խոսում է, հա, իշխանության ներկայացուցիչները, տպավորություն է, որ մենք ոչ դատարաններ ունենք, ոչ նախաքննական մարմիններ ունենք, ոչ իրավապահ համակարգ ունենք եւ բացարձակ ճշմարտությունը իրենք են։ Այնպիսի գնահատականներ են հնչեցնում, քրեական վարույթը նոր նախաձեռնված իրենք արդեն վերդիկտն են կարդում, անձը կալանքի
չտարված դեռ ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար, դեռ դատարանի դռան մոտ չհասցված, արդեն կալանավորումը հաստատված հանգամանք, հաստատված իրավիճակ լինելու մասին հայտարարություններ են անում, նույնիսկ դրա մասին Facebook-յան ստատուսներ են գրում, հասարակության համար է արվում, թե հենց իրավապահ կառույցի ներկայացուցիչներին ուղղորդելու համար է արվում եւ ազդելու նրանց որոշման վրա կա այդտեղ, որովհետեւ հասարակության աչքին այսպես բան են խաղում, հա, որ գիտեք ձեր պահանջը, հա, արդարադատության մենք հագուրդ ենք տալիս, կապ չունի ինչ գործիքակազմով, որտեվ ընկալունակ չէ, հա, այնա մարդիկ, ովքեր որ անվերապահորեն աջակցում են ապօրինություններին ու դրա համար գուցե եւ ինչ որ լեգիտիմ, հա, պատճառներ ունեն, ես Քավլիցի այդպես միանշանակ չեմ կարող ասել, որ մարդկանց բոլորի պահանջները, որոնք որ անօրինականությունը եւ այդ դատաստանը իրավաչափ են համարում, նրանց պահանջները ինչ որ առումով ենթադրենք, հա, իրենք անձնական պահանջներ ունեն եւ դա լեգիտիմ չի։ Բացարձակապես մարդիկ կարող են օրինաչափ պահանջներ ունենալ եւ հենց այդ բանը տեսարանները, այդ դատապարտման, հա, կալանավորման տեսարանները իրենց թույլ տա, որ իրենք հագուրդ տան իրենց այդ վրեժխնդրությանը, հա, որոշակի սուբյեկտների կամ այդ նախկին իշխանություններ եւ այլն։ Միևնույն ժամանակ գաղտնալսումների մասով, եթե մենք կամ գաղտնի տեսաձայնագրությունների, դա որ փաստ չէ այսօրվա տեխնոլոգիաների դարում, որ դա իրական է։ Փաստ չէ, որ դա իրական է, որտեղ գիտեք, հայաստական բանականությունը այսօր հրաշքներ է գործում, քիչ առաջ ես բան էի թերթում, ասենք Մայքլ Ջեքսոնը ինչ որ ռեգբի է խաղում ու խոսում է, բայց ասենք բաց այդ հասկանալի է, բայց ինչպես է այդ տեսանյութերը ամեն դեպքում, եթե անգամ ճիշտ համարենք, անձնական բնույթի դրա վերաբերյալ, եթե չեմ սխալվում, հրապարակում Telegram-ն ալիքներ, որ վերջերս հետաքննություն է իրականացրել եւ YouTube-ում ես տեսա լրագրողական հետաքննություն, թե ինչպես է այդ տեսաձայնագրությունը հայտնվել ուրեմն հասարակության առջև, ինչպես է հայտնվել սոցցանցերում եւ այդ լրատվամիջոցը հստակ գնացել էր այդ հետքով եւ րոպեների ճշգրտությամբ ուրեմն պարզել էր, թե ինչպես է դա քաղաքական, հա, ներկայիս քաղաքական իշխանությանը պատկանող կամ նրանց հետ ուրեմն կապ եւ առնչություն ունեցող լրատվական միջոցներում տարածում գտել եւ րոպեների ընթացքում տարածվել նաեւ այդ իրանց մերձավոր շրջապատի կողմից։ Այսինքն արդեն դրա վերաբերյալ լրագրողական հետաքննություն արվել է եւ րոպեների տարբերությամբ պարզվել է, որ այդ տեսանյութը հենց իշխանության հետ կապված մամուլի ներկայացուցիչների կամ ուրեմն այդ եթե այդ գործընթացը այդ ամեն ինչը ձեզ համար անընդունելի է, եթե իշխանության համար այդ ամեն ինչը ինչպես իրենք պախարակում են, ասում են, որ անընդունելի, ինչպես է հայտնվում իշխանամերձ լրատվամիջոցում, դա արդեն հասկանալի է։ Բանը, հա, խաղը արդեն այնքան է էժանացել, սիրելի հայրենիներ, որ նույնիսկ արդեն հոգնել ենք դրա վերաբերյալ բնութագրում տալուց, որտեվ պարբերաբար տևական տարիներ շարունակ ասվում է մի բան, արվում է այլ բան, արվում է այլ բան, ասվում է մեկ այլ բան։ Հիմա արել են ինչ որ բաներ, հա, բանով արհեստական բանականությունով սարքել են տեսանյութ կամ մի մասը տեսաձայնագրել են, մյուս մասը հագեցրել են արհեստական, ենթադրենք, ես չեմ հավատում, ես դրա իրականության վարկածին չեմ հավատում, որովհետև մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են իրենք վարվում անձի անձնական մասնավոր կյանքի հետ, ընտանեկան կյանքի հետ, հետևաբար իմ համար արդեն կոնկրետ, հա, որպես իրավաբան, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բացարձակապես արժանահավատ չէ այդ տեսանյութի առհասարակ գոյությունը, բայց եթե նույնիսկ ընդունենք ապրիորի, հա, որ այդ տեսանյութը թեկուզ որոշակի առումով ինչ որ ճիշտ նկարահանման ճիշտ էլեմենտներ է պարունակում, ապա գոյություն ունի դրա ձեռքբերման ընթացակարգեր։ Եվ այդպես չի կարող ինչ-որ բան նկարվել, հորինվել ու նետվել դաշտ։ Սա բան չի, հա, գեղարվեստական ֆիլմ չի, սա անձի
սահմանադրաիրավական երաշխավորությամբ իրավունքի դեմ խախտում է եւ դա պիտի ստանա համապատասխան իրավական գնահատական։ Ուրեմն հասարակությանը նետել, հա, ինֆորմացիոն դաշտ նետել նման ուրեմն բաներ, հետո ասել, օй մենք դատապարտում ենք մասնավոր կյանքի դեմ ոտնձգություն, ընտանեկան կյանքի դեմ անձեռնմխելիության խախտումը, բան, դրանք կեղծիքներ են։ Դա կեղծ վերաբերմունք է այն ամենին, ինչ կոչվում է իրավակարգ։ Իսկ այս համատարած ձերբակալություններ, հետո արդեն կալանավորումներ, ինչ նպատակ ունի, այսօր նաև տեղեկացանք, որ խոզարկությունները իրականացվում Ապարանի համայնքապետարանում եւ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու եւ տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից 3-ը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են։ Նաև այս գործի հետ կապված եւ առասարակ վերջից տարբեր կալանավորումների մասին խոզարկությունների մասով իհարկե չգիտեմ, մանավանդ պաշտոնատար անձին կաշառքներ, ձեր թույլտվությամբ զերծ կմնամ տեղեկություն, հա, չունեցող գործի մասին, թեկուզ իրավական առումով, որ որևէ կանխադատողություն անելու, շուտով մենք կիմանանք, հա, այնտեղ ինչա, բայց այդ խոզարկություն ասվածներն էլ, հա, մտնել մեր հոգևորականների տները, հա, Արագածոտնի մարզում, վախեցնել երեխաներին, այդպես դիմակավորված բաներ հանել, ինչ որ խոզարկությամբ վերցվել է գումար, չգիտես այնտեղ ինչ էին վերցրել, հատուկ լուսանկարվում է այդ ամենը, հա, էլի լուսանկարում են, ասենք ծիծաղելի է, ծիծաղելի, իրենց վերցրած իրերը, խոզարկությամբ վերցված իրերը։ Ես որպես իրավաբան կամաչեի կտանեի միտեղ կթաքցնեի, կասեի սրա գոնե ցույց չտանք։ Ասենք գումար եք վեբա, տնտեսություն է, բա եկեղեցի է, բա առաջնորդարանա, մի քանի կոպեկ բան եք, գնացել եք, մտել եք հոգևորականի տնից, իր հիպոթեքի գումարի են, դա այն 20,000-անոցների, հա, կապոցներ, հիպոթեքի գումարը, որտե առավոտը տանի բանկին վճարի, վերցրել եք, բերել եք քննչական կոմիտեով նկարում եք, լավ ամոթ չի, ինչքան կարելի է այդ նշաձողի, կամ ինչ որ զարդեր եք գտել այնտեղ, մարդկանց անձնական զարդերը կանայք են աշխատում, հա, այնտեղ հաշվապահ, գանձապահ եւ այլն, չէ՞ որ իրանց մոտից այդ զարդերը կամ թեկուզ առաջնորդարանի սեյֆից այդ զարդերը վերցրել եք, այդ մարդկանց անձնական օգտագործման չեք հարցրել, այս ականջողնումնա, այս մատանինումնա վերցրել, տարել եք, նկարել եք, կամել, վայ դոլար, վայ եվրո, մարդիկ են 1000 տեղերից, 1000 երկրներից գալիս են, ինչ որ խաչամփույր են թողնում կամ ինչ որ գանձանակի մեջ մի բան են գցում, ասենք թե քահանայի մոտ մի քանի կոպեկ գումար ա եղել, այնքան են անցել սահմանը, որ քահանայի տնից գրածա երեխաներիս առողջության համար ծրարը, որի մեջ մի քանի 1000 դրամ փող ա դրած, էլի, մինչև 50 թե 60,000 դրամ, նույնիսկ 50,000 դրամի հասնող, գրածա երեխաների անունը, նույնիսկ դա հրապարակում են, նույնիսկ դա վերցրել են, գիտեն, տեսնում են քահանայի 3 երեխաներին տերոր անելով մտել են տուն, առավոտ գիշերով, ընտանիքը անհանգստացրել են, խոզարկություն են արել, ինչ որ աղոթագրքեր են վերցրել, ինչ որ հեռախոսներն են վերցրել, կնոջ հեռախոսը, երեխայի նոթբուքը, լավ, ասենք այդ տեխնիկական միջոցները դատանը թույլատրել է, ասենք գրած է երեխաներիս առողջության համար, ու այնտեղ թվարկված է այդ 3 բա դուք ինչքան պիտի բարոյականությունը կորցնեք, որ երեխաների առողջության համար բացում եք, տեսնում եք մեջը մի քանի 1000 դրամ է, հա, հավաքված, դուք ո՞նց եք ձեռը ձեր գնում, դա վերցնում, հետո տանում ասում խոզարկությամբ նյութ ենք վերցրել, ես չգիտեմ, ես այս իրավապահների արդեն այս քննչական կոմիտեի այսպես կատարողական արվեստի վրա ուղղակիորեն զարմանում եմ, արդեն ես որևէ բարոյական նկարագիր, հա, այդ գործի հետ կապված, ես ինձ իրավունք չեմ վերապահում տալու, եթե մարդը որոշել է հատել այդ սահմանները, դա իր իրավունքն է, իր պարտականությունն է եւ իր պատասխանն է Աստծուն, մնացածը արդեն խոսել իրավականության մասին կամ այս գործերի մասին, որ համատարած խոզարկություններ են իրականացվում,
ես էլի չեմ բացառում, հա, այդտեղ պաշտոնյաների հետ կապված կաշառք լինի ինչ որտեղ, հա, կաշառքի, չնայած հիմա կաշառքի իմիտացիան էլ այնպես են ստեղծում, որ իրանց համար դա մեկ բաժակ ջուր կարող է լինել, այսքան խախտումներ անողը չի գալու 10-րդ խախտման վրա կանգ առնի, էլի, բայց կան բարոյական իրավիճակներ, իրավական գործընթացը պիտի ինքը նախ սոցիալական արդարության մեծ տար պարունակի, հետո այդ պարկեշտության, հա, օրինապահության անպայման հատկանիշներով պիտի ուշտված լինի այդ սուբյեկտը, որ այդ գործողություններն իրականացնում է, բայց ցավոք մենք լրիվ այլ պատկեր ունենք, երբ որ ոչ մի բանի դեմ կանգ չեն առնում, որպեսզի իմիտացիա ստեղծեն համատարած հանցագործության, մայր եկեղեցին եւ հոգեվորականներին պախարակելու, իսկ ես մի բան էլ ասեմ զուտ, հա, մարդկային առումով, այս վերջի ժամանակահատվածում, որ շփվում եմ հենց Արագածոտնի մարզի քահանաների հետ, իսկապես Աստծուն մոտիկ մարդիկ են իրանք, ու ես չեմ պատկերացնում, որ մի այսպես պարկեշտ մարդը կարող էր այդ որակի մարդկանց նեղություն տալ ու առ այսօր պահել տերորի մեջ, հա, կկանչենք, չենք կանչի, խուզարկությունը, հեռախոսը, երեխայիդ փողը, գանձանակի 2 կոպեկը։ Հիմա ըստ էության Ստեփան Ասատրյանին մեծ հնարավորություններ է տրված եւ ըստ էության նա կարողանում է դուռը փակել, բացել, փակել, որոշել, դա միջև վետորն է եղել, Հեննե ջան, միջև վետորն է եղել։ Այսօր տարածվեց տեղեկությունը, որ Կողպեկը փոխել է, հա։ Կողպեկը գուցե հիմա են փոխել, բայց բանալին Ստեփան Ասատրյանի ձեռքում չի եղել, բայց ազգային անվտանգության ձեռքում է եղել։ Դա էլ մեզ հայտնի դարձավ այն գործընթացի շրջանակներում, երբ որ եկեղեցու բանալի։ Այո, եկեղեցու բանալիները, երբ որ նույնիսկ ես եմ առաջարկել, ասեցի եկեղեցու սեփականությունն է։ Եկեք գնանք, հա, որպես լիազորված անձինք մենք այնտեղ լինենք, եկեղեցին էլ քահանաներին էլ առաջարկեցինք, ասեցինք, որ եկեք գնանք բան անենք, հա, փոխեք բանալիները, թեմի առաջնորդը այստեղ չի, բայց բանը, հա, արդեն վարչական խորհրդի պատասխանատու պարզվեց, որ այնտեղ մի հսկա ջոկատներ են հերթապահում, բանալին արդեն վերցված է, մոտիկ չես կարող գնալ, այն աստիճանի մոտիկ չես կարող գնալ Օհանավանքին, որ նույնիսկ այդ խոչընդոտի համար, տեսա Օհանավանի գյուղացիները նույնիսկ ազատ տեղաշարժի իրավունքը խախտեցին եւ իրավապահների դեմ եւ այն անձանց դեմ, ովքեր որ խոչընդոտել են, հա, եւ հոգեվորականների եւ քաղաքացիների եւ փաստաբանների տեղաշարժը հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին։ Իդեպ 3 ազգային ժողովում է Եվրոխորհրդարանի պատգամավորները եւ նրանք եւս նկատեցին, որ անընդունելի այն գործողությունները, որ արվում է քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց նկատմամբ, մասնավորապես խոսքի ազատության հետ կապված եւ ասում են ինչպես է գնում Եվրամիություն ուզում ինտեգրվել, եթե խոսքի համար կալանավորումներ են լինում, այս համատարած կալանավորումների մասով ինչ կասեք, նաև փաստաբան է փաստունի ստատուսի համար Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորեցին 2 ամսով, թեև 3 փոխվեց կալանքը, բայց ամեն դեպքում խափանման միջոցը տնային կալանք տրվեց։ Նախ այդ Եվրոպարլամենտի ներկայացուցիչի մասով ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներին եւ մասնավորապես պատգամավորներին ուզում եմ ասել ամոթ ձեր դավանած եվրոպական արժեքները բացահայտ կեղծիք են, այն մակարդակի կեղծիք են, որ այդ նույն Եվրոպարլամենտի ներկայացուցիչ ձեր վրա մատ է թափ տալիս, չի կարելի խոսքի համար ազատությունից զրկել մարդուն, դրա համար դուք, չգիտեմ են, որ ձեր հետ ամեն ինչ պարզ է, հա, նույնիսկ այն ձեր դավանած եւ բարձրաձայնած արժեքները, այն քաղաքական վեկտորը, որ դուք առերևույթ ընտրել եք ժողովրդավարություն հռչակելով, դուք կեղծում եք ամենայն այսպես պատասխանատվությամբ եւ ճշգրտությամբ, ու այդ կեղծիքը այսօր հասցրել այն վիճակին,
ձեր վարքի եւ խոսքի, որ ձեր վրա Եվրոպարլամենտի ներկայացուցիչը մատ է թափ տալիս հենց ձեր արածի պատճառով։ Ես ձեր տեղը լինեի, գետինը կմտնեի։ Իսկ փաստաբանների հետ կապված խոսքի ազատության ոչ ազատության միայն Կոչուբաևն է, այլ նաեւ մեր Մխիթարյանն է Ռուբեն։ այո Կոչուբաևին Մեր իհարկե ձևով հա շատ շատ լավ էր, որ կնոջ հետ կապված շատ ցավում եմ, հա դե ընտանիքներում գիտեք այդ խնդիրները շատ ավելի սուր են երևում, քան ասենք այդ կալանավորն է, հա, տանում։ Եվ այնտեղ 3 երեխա կա, մեկը նորածին շատ ցավում եմ իհարկե Կոչուբաևի համար, որտեվ մարդը եթե նույնիսկ Ալեքսանդր Կոչուբաևի խոսքը վիրավորանք է պարունակում, ապա դրա համար գոյություն ունի քաղաքացիական օրենսգիր 1087 ցուցիչ 1 հոդված։ Եվ վիրավորանքը վաղուց ապա քրեականացվել է, եւ ով որ տեսնում է, որ ինքը ինչ որ վիրավորվում է, հա, այդ գրառումից կարող է եւ վերջապես դիմել փաստաբանների պալատ կարգապահական վարույթ հարուցելու եւ փաստաբանի կարգապահական վարույթի շրջանակներով պատժելու հարցով։ Դրա բայց որոշվել էր երկու ամսով բայց կալանավորել որոշվել է, որ քրեական վարույթ պիտի նախաձեռնվի եւ Բայց Կոչուբաևի մասով ինչ որ առումով հասկանալի էր, որովհետև նրանք շուտվանից արդեն ատամ ունեին Կոչուբաևի վրա, Կոչուբաևի դիմադիր, հա, սուր հայացքներով իր խոսքով եւ այլն արդեն թիրախավորել էին, պարզ է։ Բայց Մխիթարյանը Ռուբեն, որը ձեռքերը պարզած, այո ներկաներն ասում որ նա ոչինչ չի արել այդ օրը Գյումրիում, այո ուղղակի կանգնած է դա տեսաձայնագրություններով դա ապացուցվում է։ Ռուբեն Մխիթարյան ձեռքերը պարզած էր այդ պարկեշտ մարդը, հա, մեր բոլոր գործընկերներն են շատ պարկեշտ, բայց Ռուբենը մի քիչ ավելցուկ ունի, հա, պարկեշտության ու այսպես կանգնել էր, որ մարդիկ չտուժեն, հասկանում եք, որ հանկարծ կային այնտեղ երիտասարդներ, որոնք բորբոքված էին, արդարացիորեն ընդվզում ունեին, ու Ռուբենը որպես փաստաբան հասկանալով, որ այդտեղ կարող է, հա, ֆիզիկական անդառնալի հետևանքներ լինել եւ նաեւ քրեական վարույթներ, հա, քրեական հետապնդումներ, մարդը ձեռքերը վեր պարզած պատնեշ էր դարել, ու այդ պատնեշ դառնալու պատճառով, որպեսզի բան չտուժեն, հա, մարդիկ, այսօր ինքը կալանավորված է, դա սահմռկեցուցիչ է, բայց ես էլի ասեմ, որ առիթ եմ ունեցել ասելու, կրկնեմ, որ կալանավորումները չէ, որ իրավապաշտպաններին եւ փաստաբաններին կանգնեցնելու են, լռեցնելու են եւ զերծ են պահելու մարդու իրավունքների խախտումները բարձրաձայնելուց կամ պաշտպանելուց։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Զրուցակիցս փաստաբան Մարինե Ֆարմանյանն էր։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։